Բարև հայրենակիցներ, Մեդիահաբի եթերում դուք դիտում եք մարդկային զրույց հաղորդաշարի հերթական թողարկումը։ Իմ հյուրը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն է, Մրոն։ Նա ևս անցել է իր կյանքի դժվար ճանապարհները, հաստատվել Հայաստանում եւ այսօր շատ մեծ գործունեություն է իրականացնում եւ կփորձենք խոսել այս ամենի մասին։ Բարի գալուստ եւ բարի օր։ Բարի օր։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Շնորհակալ եմ նախ եւ առաջ, որ այս ժամանակ տրամադրեցիք, նաեւ հատկացրեցիք Մեդիահաբին։ Ուզում ենք խոսել ձեր ներկայիս գործունեության, անցած ճանապարհների, դժվարությունների մասին եւ առաջին հարցը, որ պետք է տամ եւ գիտեմ, որ շատ եք խոսել դրա մասին, հայրենադարձության մասին է։ Փաստորեն եկաք Հայաստան, հայրենիք, տեսաք, սիրահարվեցիք, մնացիք եւ ականատես եղաք նաեւ Հայաստանի 3-րդ հանրապետության ծնունդին։ Ինչպիսի որոշում էր դա։ Նախ շնորհակալ եմ հյուր կանչելու համար, իսկ ես կուզենայի շտկել, ուրեմն ես չեմ եկել սիրահարվել, ես սիրահարված էի, այսինքն հայրենիքի եւ հայրենաճանաչության եւ սիրելու տարբեր մոտեցումներ կան այսօր, որոնցից ես ընդունում եմ ոչ այն տարբերակը, որ ասում է պետք է ճանաչես, որ սիրես։ Ես սիրել եմ միշտ եւ սիրում եմ եւ դա ինձ բերեց ավելի ճանաչելու թե որպես մշակութային Հայաստան հայրենիք թե նաեւ ֆիզիկական հայրենիք դրա համար իմ գալը Հայաստան ես միշտ ասել եմ, որ սա վերադարձ է։ Սա ոչ թե եկել եմ, այլ ես վերադարձել եմ։ Ինչու։ Նորից ասեմ։ Որովհետև իմ կամքով ես չեմ ծնվել Սիրիայում։ Ցեղասպանության եւ հայրենազրկումի պատճառով իմ նախնիները, իմ պապը, որը մեր ամբողջ Կերտաստանից հայրիկիս մեծ հայրիկը ողջ մնաց ինչ որ հրաշքով եւ հայրենազրկվեց եւ հասավ Ղամիշլի քաղաք, որտեղ հայրս ծնվեց, որտեղ ես եմ ծնվել։ Դե ապրել եք մի միջավայրում, մանկություն անցել է, որտեղ Հայաստանակենտրոն քաղաք է Ղամիշլի։ Այո։ Ընդհանրապես ես պիտի ասեմ մի բան, առաջին հանգրվանը, որը ասենք Սիրիան է, նաև Լիբանանը եւ հարագից երկրները առաջին հանգրվան, որտեղ հաստատվել է մեր ժողովուրդը, երբեք չի հեռացել ինքնությունից եւ ապրելաձևը եղել է հայեցի։ Չնայած շատ դժվարություններ, բնական է, որ ասենք ապրում ես օտար միջավայրում, օտար ինչ ասել, ամեն դեպքում Սիրիան արաբական երկիր է, բայց դու քո Հայաստանն ես ստեղծում եւ դրանով ես ապրում, քո եկեղեցին, քո դպրոցը, քո ակումբը եւ ամենաառաջինը ընտանիքում, թե ինչ տեսակի դաստիարակություն ես ստանում։ Եվ մեր ընտանիքը եւ ընդհանրապես Սփյուռքում, ինչպես ասացի, առաջին հանգրվան մեր Սփյուռքի համայնքները, այնտեղ շատ հայեցի ենք ապրել։ Եվ այդ ամեն ինչը սերը հայրենիքի նկատմամբ, հայի նկատմամբ, հայկականության նկատմամբ, կարծում եմ շատերին բերեց այն մտքին, որ վերադարձի ճանապարհը բռնելը սա ամենակարևոր գաղափարն է, որը որ դու կարող ես ունենալ։ Եվ ես այդպես էլ կայացած որոշումից հետո երբեք չեք փոշմանել։ Եվ 87 թվականից բնականաբար այն ժամանակ խորհրդային կարգերն էին Հայաստանում եւ բացի ուսման նպատակով գալը եւ դա դարձավ միջոց ինձ համար եւ ես 87 թվականին վերադարձա Հայաստան եւ ապրում եմ Հայաստանում։
Դժվարություններ եղան Բնականաբար ինչպես հաղթահարեցիք շատ դժվարություններ կային, բայց ամենակարևորը սերն է։ Հիմա էլ օրինակ մեր կյանքում դժվարություններ շատ կան, արհեստածին հատկապես դժվարություններ շատ կան եւ այն որ մենք չենք կարողանում հաղթահարել սիրո պակասն է։ Եթե մենք շատ սիրենք մեր տեսակը, մեր ինքնությունը եւ տեր կանգնել ինքնությանը, տեր կանգնել հողին, տեր կանգնել ազգային եւ պետական իրավունքներին, մենք կհաղթահարենք, շատ շուտ կհաղթահարենք։ Ուղղակի սիրո պակաս կա եւ դա ունի բնականաբար իր տարբեր տեսակի եւ սուբյեկտիվ, ինչպես ասում են, եւ օբյեկտիվ պատճառները, բայց ես նորից պիտի կրկնեմ, արհեստածին դժվարություններ են, եթե մենք գիտակցենք, ապա շատ շուտ մեր մեջից կհանենք եւ այդ մեր ընդհանուր մեր կյանքից կհանենք եւ կհաղթահարենք եւ ինչպես ասում են կերտենք նոր արշալույս։ Այո։ Ինչ կփոխեիք Հայաստանում, որ հայրենադարձների համար ավելի հեշտ լինի ճանապարհը դեպի հայրենիք։ Նախ ես իմ երազանքն է, քանի որ հայրենադարձների մասին է, եւ հայրենադարձությունը իբրև ես իմ պատկերացմամբ ես միշտ երազել եմ, որ Հայաստանը պետք է որտեղի այնպիսի քաղաքականություն, որ հայրենադարձությունը պետք է լինի ողնաշարային ռազմավարություն Հայաստանը հզորացնելու, զարգացնելու եւ նաեւ որպես հայերով 7 միլիոն օրինակ 5 միլիոն հայերով բնակեցվի եւ դա շատ իրական է, այսինքն հնարավոր է, իրատեսական է։ Եվ այդ նպատակով ես շատ վաղուց, երբ ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը, ես առաջարկ էի արել, որ ոչ թե Սփյուռքի նախարարություն պետք է ունենանք, այլ պետք է հայրենադարձության նախարարություն ունենանք, որ իրականացնենք այդ կարևոր ռազմավարական, կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրը, հայրենադարձությունը, որովհետև մենք կարող ենք այդ ժամանակ թե մարդուժը, թե գիդուժը, թե մշակութային, թե առողջապահական, մենք այսօր տեսնում ենք, որ աշխարհի տարբեր ծակերում, տարբեր երկրներում լավագույն մասնագետներ կան, որոնք որ հայեր են, թե ռազմական բնակավարում, թե գիտության, թե մշակույթի, սպորտի եւ այլն։ Մենք պետք է այս սիրելը։ Մենք պետք է սիրենք։ Մենք պետք է սիրենք, մենք մեկ տեսակ ենք։ Հիմա դա ռասիզմ չէ, բայց քո տեսակը պետք է սիրես։ Ես չեմ ասում, որ ուրիշին չսիրել։ Ոչ, բայց քո տեսակը առաջին հերթին Աստված մեզ այդպես է ստեղծել, ծիրանաբույր եւ ծիրանագույն։ Մենք այդ տեսակից պիտի դուրս չգանք։ Մենք մեզ ուրիշ տեղերում պիտի չփնտրենք, ուրիշ գույների մեջ պիտի չփնտրենք, ուրիշ համերի, ուրիշ խոտերի, բույրերի մեջ պիտի չփնտրենք։ Դրա համար ասում եմ, հայրենադարձությունը շատ կարևոր հիմա էլ ես կարծում եմ, որ մեր կյանքում շատ մեծ բան կարող է փոխել։ Այո, եթե իրականացնում ես հայրենադարձության ծրագիր, պետք է դրան նախապատրաստվես եւ քաջալերես։ Երբեմն անուղղակիորեն կարողանաս իրականացնել այդ հայրենադարձությունը օգտվելով տարբեր երկրներում դժվարություններից, որոնք որ այդ երկրներում կան, առաջարկել մեր հայրենագիցներին վերադարձի ճանապարհը բռնել եւ գալ եւ իրենց համար թաղամասեր կառուցել, ինչու՞ չէ քաղաքներ եւ արտոնություններ տալ, ինչ որ 1, 2, 3 տարի, 4 տարի կապ չունի, դրանով միայն օգտվում է օգուտ է քաղում Հայաստանը եւ ընդհանրապես մենք որպես հայ ժողովուրդ։ Ես գիտեմ, որ սերտ կապած եք նաև Արցախի հետ, ինչպես եք ապրում այդ կորուստը։
ես ապրում եմ այսինքն ոչ թե ապրում եմ, այլ առաջին օրվանից ընկալել եմ եւ այսօր էլ ընկալում եմ որպես ժամանակավոր կորուստ։ Ես հավատում եմ, որ մենք մեր ասած այդ ամեն ինչը սիրելը եւ ինքնության մեջ մնալը, եթե կարողանանք իրականացնել եւ մեր ժողովրդի որոշ հատվածի մոլորված լինելը վերանա, մենք կկարողանանք վերադառնալ եւ վերադարձնել։ Դա խելքից դուրս բան չէ։ Աշխարհակաղակական տարբեր փոփոխություններից, ծրագրերից պատմության մեջ շատ երկրներ միշտ պատրաստվել են եւ տվյալ պահին օգտվել են այդ փոփոխություններից։ Հիմա մենք այսօր տեսնում ենք, որ աշխարհակաղակական այդպես վայրիվերումներ են լինում եւ դժբախտաբար մենք այսօր պատրաստ չենք։ Պետք է պատրաստվենք եւ մենք մեր իրավունքներից թե պետական թե ազգային իրավունքներից պիտի հետ չգանգնենք, տեր կանգնենք մեր իրավունքներին եւ դրա համար ես իմ երազանքն է եւ կարծում եմ մենք շուտով կունենանք այդ երազանքի իրականացումը, մենք պետք է ունենանք ազգային պետականություն, ազգային պետություն, որտեղ մեր հայի շահն ու մեր հայաստանյան շահը, այսինքն ազգային եւ պետական շահը գերակա կլինի։ Այդ դեպքում մենք այսինքն մենք իրականացնենք մեր բոլոր երազանքները, որը դարերի խորքից այդպես եկել, գուտակվել են, շատ դժվարությունների միջով եկել հասել ենք մինչև այսօր, փառք Աստծո, ունենք պետականություն եւ պետք է դեր կանգնենք։ Միայն խոսքով չէ, միայն գենացի մագարտակով չէ, սեղանի շուրջ նստելով, ոչ, արարելով, գործ անելով եւ մենքով ապրելով, մենքով, ոչ թե եսով, մենքի մեջ եսը կա, եսի մեջ չկա մենքը։ Մենք այդպես պետք է մտածենք եւ յուրաքանչյուր Արցախցու խնդիրը այսօր իմ խնդիրն է, որ այսօր մենք չենք կարող փակել մեր աչքերը եւ ասենք, որ հա ինչ է եղել, որ ոչ, սարսափելի բան է եղել։ Եվ յուրաքանչյուր, ինչպես ասացի, Արցախցու եւ ընդհանրապես յուրաքանչյուր հայի խնդիրը իմ խնդիրն է։ Յուրաքանչյուր հայի ձեռքբերումը, որ ընդհանրական է, իմ ձեռքբերումն է։ Մեր ժողովրդի որոշ հատվածի մոլորված լինելը վերանա, մենք կկարողանանք վերադառնալ եւ վերադարձնել։ Հետո ծնվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը, դուք այդ ժամանակ ձեր քայլերն եք անում արդեն հայաստանյան երկարվեստում։ Ինչպես ծնվեց Մրո անունը եւ ինչպես սկսեցիք ձեր քայլերը այդպես։ Նախ ես շատ եմ խոսել դրա մասին։ Հիմա այս առիթը եւս գոկտագործեմ ասելով, որ երբ ես եկա Հայաստան, վերադարձա։ Նախ առաջինը պետք է ես հասնեի մինչև սեպտեմբեր, այսինքն օգոստոսին, որ գայի եւ դիմումս Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ընդունվելու դիմում էր, սակայն ես ուշացա եւ հոկտեմբերի 24-ին եմ հասել Երևան, իմիջիայլոց ես ամեն տարի տոնում եմ հոկտեմբերի 24-ը որպես իմ ծնունդի օր, այդպես։ Այո, ուրեմն քանի որ ուշացա, ինձ ուղարկեցին պետական համալսարան սովորելու եւ շատ լավ եղավ, ընդունվեցի բանասիրական ֆակուլտետ, հայոց լեզու եւ գրականություն, մեկ տարի չանցած բնականաբար արդեն փոխեցի եւ ընդունվեցի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա երջանկահիշատակ Հովհաննես Բադալյանի դասարան, ժողովրդական երկարվեստի։
Եվ այնտեղ պիտի ասեմ ես նոր ծանոթացա թե ինչ է ուղղակի հայերենով երգած երգը եւ որն է հայերենապատկան հայապատկան երգը որն է հայկականը որն է ուղղակի հայերենով որովհետեւ այն ժամանակ Սփյուռքում բոլոր երգերը որոնք որ հայերեն էին երգվում ընդունվում էին կարոտ կա կարևոր հայերեն լսես եւ այդ գիտակցությունը չկար թե սա օրինակի համար ավելի շատ թրքաբարո երաժշտությամբ հայերեն աղավաղելով երգված երգ է եւ ես կամաց սովորեցի եւ ես հասկացա որ շատ անելիք ունեմ եւ անհրաժեշտությունից ելնելով ես հասկացա որ պետք է շատ լավ իմանամ ինչ է նշանակում հայկական երգը եւ բնականաբար ժողովրդական երգի ընդրությունը հենց այդ անհրաժեշտությունն էր որովհետեւ անմիջապես կապ ունի ինքնության հետ ժողովրդական երգը ազգային երգը ավանդական երգը աշխուղական հայ աշխուղական երգը եւ այնպես սկսեցի սովորել մեր մեծ վարպետի մոտ նույն ժամանակ աշակերտելով Հայրիկ Մուրադյանին 89 թվականից հաջախել եմ ագունք ազգագրական համույթ եւ այնտեղ շատ բան սովորեցի դրա համար ինձ համար ուղղակի չգիտեմ շատ մեծ պատիվ է եւ պարտավորեցնող երևույթ է լինել մեծագույն վարպետների աշակերտը Ում եք շնորհակալ ձեր կյանքի կայացման ճանապարհին բոլորին իսկապես բոլորին ինչքան իմ կյանքում մարդկանց եմ հանդիպել որոնք որ իրենց վերաբերմունքով փոքր մեծ կապ չունի նշանակություն են ունեցել շատ են մեծ վարպետից ձեզ նվիրած ամենամեծ նվերը հիմա այստեղ այո սա իմ վարպետի Հովհաննես Վադալյանի թիթեռնիկ են ասում պապիոն են ասում կամ բաբիչկա այ սա ու գրում եմ այդպես մեծ սիրով դրա համար որոշեցի այսօր գամ մեր մեծ վարպետի եւ շատ ճաշակով այո դարիների սա կյանք ունի եւ այդպես ժառանգաբար կարծում եմ պիտի ապրի Պարոն Գրիգորյան, որ երգը եւ որ տարիները ձեզ համար դարձան շրջադարձային, ձեր հայտնիության, ձեր կյանքի կայացման, ընթացքում։ Այո, քիչ առաջ բան հարցրեցիր, չէ, Մրոյի հետ կապված։ 93-ին ավարտեցի կոնսերվատորիան, հետո ընդունվեցի մագիստրատուրայի բաժին եւ ավարտեցի 96-ին սկսեցի ձայնագրել Մրո ալբոմը Մինչ այդ 93-ից սկսած արդեն ես մտածում եի ինչպես անենք անհրաժեշտությունից ելնելով որովհետեւ ժամանակները փոխվում են ինչպես անենք որ երիտասարդների համար նոր սերնդի համար մեր ազգային ավանդական երգը այնպես հասու դարձնել, որ ինքը ունենա ժամանակի շունչ, համընթաց ժամանակի շունչ, եւ դա պետք է լիներ գործիքավորման միջոցով, բայց շատ կարեւոր խնդիր կա, այսօր էլ անում են, շատ են անում, կան որ հաջող են անում, կան որ անհաջող են անում, սակայն շատ կարեւոր սկզբունք կա, չվնասել երգի բուն էությանը, թե հնչերանգի առումով, թե ձայներանգի առումով եւ մնացած սկզբունքները երաշտական եւ խոսքի առումով չաղավաղել թեմպի առումով արագության երբեմն արագացնում են որովհետեւ գիտեն որ այդպես լավ է բայց այդ ընթացքում հնչերանգն է կորում այդ սկզբունքները պետք է պահվեն եւ այդ սկզբունքներով ստեղծեցի Մրո ալբոմը որը սկզբում այդպես չուներ անվանում ուղղակի հայկական ժողովրդական երգերի նոր մեկնաբանություն այդպես new age այդպես հա եւ հետո դիզայները այդ ժամանակ մեր Էդվարդը առաջարկեց երգերի երկացանկը տեսնելով առաջարկեց Մրոն լինի
հենց վերնագիրը ձայնասկավառակի, քանի որ կարճ է եւ բան է, եւ հետո արդեն բրենդավորվեց, 2 ռեյով եղավ եւ հետո այդպես մրո ալբոմ Հետո Արսեն Գրիգորյանները Հետո Արսեն Գրիգորյանները, այո, շոու բիզնեսը պետք է ամեն մեկը ունենար իր այո, հետո սկսեցին, հետո դարձա բեմանուն, այո, հա, երբեմն ասում էին մականունը բան եւ մականուն չունեմ ես, բայց բեմանուն մրո եւ դա սիրով եմ ընդունում, այդպես դարբերելու համար, որովհետեւ եւ Արսեն Գրիգորյանները շատացան եւ երկիչները մեկ մյուսից լավ երկիչներ եւ դարբերելու համար երբեմն պետք է այո Շարունակենք մեր զրույցը եւ խոսենք նաեւ ներկայիս գործունեության մասին, որը ինչպես հասկացանք, բազմաթիվ է, բազմազան է, բազմաբովանդակ է։ Խոսենք Գութան նախագծի մասին, ինչ գաղափարախոսություն ունի Գութանը, ինչով է տարբերվում սովորական երաժշտական նախագծերից։ Նախ պետք է ասեմ, որ եթե կրկնեմ, ված չի լինի, անհրաժեշտությունը շատ կարևոր է մեր ընդհանուր առմամբ մեր կյանքում, քանի որ նոր անկախ պետություն ենք եւ մեր մշակույթը այդպես վայրի վերումների միջով անցնում, հատկապես մեր ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման խնդիր կա։ 2014 թվականին հիմնադրեցինք Գութան Հայաստանի ազգային ավանդական երգի պարի փառատոնը։ Մինչ այդ դեռ խորհրդային տարիներին կար եւ այսօր էլ գործում է մի փառատոն, ազգագրական փառատոն պոլիտեխնիկի, հա, շրջանակներում։ Եվ հիմնականում, այսինքն բոլոր նրանք, ովքեր որ ազգագրական մշակույթի սիրահար են, ովքեր որ ապրում են այդ տեսակի մեջ, իրենք էին ներկա լինելու։ Եվ ես մտածեցի, որ պետք է հանել ավելի լայն մասսայի համար, հասանելի դարձնել, որովհետև բոլորը պետք է ճանաչեն մեր ազգային մշակույթը, մեր ազգային ավանդական երգն ու պարը, բոլորը պետք է ճանաչեն։ Եվ դրա համար հավաքվեցինք մի քանի խմբի ղեկավար։ Իմիջիայլոց այն ժամանակ շատ խմբեր չէին գործում։ Մի 6-7 խումբ էր եւ հավաքվեցինք ղեկավարներով, այսինքն խմբերի ղեկավարներին հավաքեցի եւ հայտնեցի լուրը, որ մենք այս տարվանից պետք է սկսենք փառատոն, որի անվանումը Գութան է լինելու։ Ինչու Գութան, որովհետեւ Գութանը ինքը կարծես մեր տեսակի հետ անմիջական կապ ունի։ Գութանը աշխատող ժողովրդի գործիք է։ Եվ իմիջիայլոց որ սկսած Արցախից մինչև մեր բոլոր շրջանները ամբողջական Հայաստանի բոլոր տեղերը գութաներքեր կարող ես տեսնել, այսինքն դա շատ կարևոր միացնող երևույթ է մեր մշակույթի մեջ գութաներքը։ Եվ այդպես 2014 թվականից սկսեցինք եւ նաև կարողացանք 2 տարի իրականացնել Գութանը Արցախում, Ստեփանակերտում եւ ոչ միայն Մարտակերտ, այսինքն յուրաքանչյուր խումբ գնում էր մի քաղաք կամ մի շրջան, մեկը Մարտակերտ, մյուսը Մարտունի, մյուսը Քարվաճար եւ այլն, այդպես հետո հաջորդ օրը, եթե հիշում ես, վերածնունդի հրապարակում բոլորս միասին այդպես բարային հրավառություններ։ Այո, բարային եւ երկային։ Այնպես որ մինչ այսօր բնականաբար ինքը ամենամյա փառատոն է եւ փառք Աստծո մենք արդեն հասել ենք այն աստիճանի, որ ամեն տարի Գութանին մասնակցում է 20-ից ավելի խումբ։ Եվ նաեւ պիտի ասեմ լավ լուր, որ մենք ունենք խմբեր, որոնք որ գալիս են արդեն արտասահմանից, անցած տարի Ռուսաստանից Զարկ խումբը մասնակցեց, այս տարի սկսել են հայտերը, նաև Գերմանիայից Խոյակ խումբը գալու է եւ մասնակցի։ Միջազգային փառատոն չէ Գութանը, ու չի լինելու միջազգային։ Միայն մասնակցելու են հայկական խմբերը, որովհետև նպատակ ունենք մեր հասարակության մեջ տարածել մեր ազգային երգն ու պարը։
Եվ ոչ միայն մեր հասարակության համար, այլ նաև զբոսաշրջիկները, որ գալիս են, պիտի տեսնեք, թե ինչքան օդար երկրացի կա, որոնք որ գալիս մասնակցում են Գութան փառատոնին։ Մեր նպատակը ցույց տալ նաև զբոսաշրջիկներին, թե որն է մեր իսկական ավանդական երկն ու բարը, որոնք եկել են դարերի խորքից եւ մենք մեր նպաստն ենք ուզում ունենալ դեպի դարերի խորքը հասցնելու։ Եվ ազգային ինքնության պահպանման առումով Արարը ինչ է փոխանցում մեր հանրությանը, զգացմունքային եւ գաղափարական առումով նաեւ ուզում եմ մեջբերել, որ անհատը կարող է մի ամբողջ Սփյուռքի նախարարության գործ անել։ Մշակույթի, այո։ Նկատի ունեմ, որ դրսից է արդեն հայերը վերադառնում են։ Արար հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնը հիմնադրվել է 2017 թվականին եւ այն ժամանակ սկսեցինք Բերտաբանից մի գյուղից եւ այսօր ունենք 23 կենտրոն, որոնք տարածված են 9 մարզում Հայաստանի, դեռ Վայոց ձորում չունենք։ Երևանում չունենք, որտեղ հիմա նպատակ չունենք։ Մեր խնդիրը մեր երեխաներին մարզաբնակ եւ հատկապես սահմանապահ, սահմանամերձ գյուղերում հասնենք մեր երեխաներին եւ մեր ոչ նյութական մշակութային ժառանգությունը փոխանցենք մեր երեխաներին։ Ինչ է ներկայացնում իրենից ծրագիրը, Արարը։ Մի գյուղում գտնում ենք օրինակի համար խաչքարագործ, առաջարկում ենք իրեն, որ մենք կենտրոն կբացենք եւ կբարձրացնենք նյութաձախսերը ամբողջը կհոգանք, միայն քեզնից մնում է, որ դու քո գործով զբաղվես եւ այդ կարևորագույն ժառանգությունը փոխանցես մեր մադաղ սերնդին։ Մյուս գյուղում գտնում ենք խեցեգործ, որը չի զբաղվում իր գործով, բայց իրեն համոզում ենք, որ արի քեզ էլի կբարձրացնենք այդպես ուրեմն գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, թաղիքագործություն, ազգային երկ, ազգային պար, այնպես որ հիմա մենք ունենք 14 ոլորտ ոչ նյութական մշակութային ժառանգության, որոնք փոխանցում ենք մեր երեխաներին։ Այս տարիների ընթացքում շուրջ 10,000 շահառու ենք ունեցել 17 թվականից մինչև 9 տարվա ընթացքում, բայց փաստացի հենց հիմա մենք ունենք 1083 երեխա եւ մեծ, չունենք սահմանափակում տարիքային եւ պիտի չգիտեմ եթե ասացի անվճար է։ Երեխաները ոչ մի լումա չեն վճարում, ոչ նյութերի համար, ոչ ուսման համար, հակառակը մենք նաև նպաստում ենք, որովհետեւ մեր երեխաները սովորեն դվյալ արվեստը, արհեստը եւ հետագայում աշխատանքով ապահովել։ Այո, դա շատ կարևոր է իսկապես։ Այսինքն մենք ոչ միայն մշակույթի պահպանման բաղադրիչ է այս մեր ծրագրի մեջ, այլ նաև սոցիալական բաղադրիչ կա, որովհետև բոլորը գալիս են գյուղի երեխաները բոլորը, մեկը մի քիչ հարուստ է, մեկը մի քիչ ոչ այնքան եւ այն կապ չունի, գալիս են մեր կենտրոն, բոլորը հավասար են, ամեն ինչից օգտվում են հավասարաչափ։ Եվ ես հավատում եմ, որ այսօր այս պայմաններում ինքնության դեմ պատերազմի պայմաններում ամենակարևորը մենք գիտակցենք այդ երևույթը եւ որովհետեւ մեր ինքնությունը պահենք առաջին հերթին պետք է մեր ազգային մշակույթը, մշակութային ժառանգության պահպանումը պետք է իրականացնենք։ Եթե մենք ուզում ենք մնալ մեր տեսակի մեջ, որովհետեւ երեխան երբ որ շփվում է մեր ազգային մշակույթի որևէ ոլորտի հետ, որևէ արվեստի հետ, ինքը արդեն դառնում է հաղորդակից դարերի հետ, մեր նախնիների հետ, մեր ժառանգության հետ։ Դրա համար այս շատ կարևոր, ես ինձ համար կարևոր ծրագիր է երազանքներիցս մեկը, որը իրականացրել ենք ոչ միայն ձեզ համար, այլ բոլորիս համար է իսկապես դա շատ կարևոր եւ պետք է շնորհակալություն հայտնեմ ձեզ
բոլորիս անոնից, ովքեր իսկապես ուզում են, որ ազգայինը մնա, ինքնությունը շատ ճիշտ նշեցիք, ինքնության դեմ պայքար է հիմա, պատերազմ է հիմա, եւ պետք է հնարավորինս ամենքս մեր լուման ունենանք դա պահպանելու գործում, պարոն Գրիգորյան։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ եւ ես կուզենամ ասել, որ հողը կա։ Հող բահող պետք է ունենանք միշտ։ Միշտ դրա մասին պետք է մտածենք։ Հողը կա, ունենք, Փառք Աստծո։ Բայց հող բահող պետք է պատրաստենք։ Պետք է մենք մեր նպաստը ունենանք մեր երկրի, մեր պետության հավերժելու գործում։ Շնորհակալ եմ։ Սիրելի հետևորդները, այսքանով ավարտվեց մեր այսօրվա մարդկային զրույցը։ Իմ հյուրը Մրոն էր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը։